Նախորդ անգամ մենք խոսում ենք ջրային ենթակառուցվածքների ճիշտ կառավարման մասին։ Այս ջրատարը կոնկրետ օրինակ է, թե ինչ հետևանքներ ունենում վատ կառավարումը կամ ընդհանրապես բացի թողի վիճակը։ Այս ջրատարը ժամանակին կոչվում էր ազատ ջրօգտագործողների միության ջրատար, սպասարկում է գրեթե 2 տասնյակի հասնող գյուղերի վարելահողեր։ Հետաքրքիր է, որ այս ջրատարը վերջին անգամ վերանորոգվել է, կապիտալ վերանորոգվել է 2001 կամ 2 թվականին Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Այս հատվածներում այսինքն ամբողջ հատակը բետոնապատվել է, մաքրվել էր, խողովակները ներկվել էր եւ նորմալ սպասարկում էր։ 2008 թվականից հետո արդեն նորմալ սպասարկում չի եղել, բայց ամեն դեպքում ինչ որ քայլեր էլ արվել են, իհարկե վնասներ են հասցվել։ Այնուամենայնիվ, երբ մենք գալիս հասնում ենք արդեն 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այստեղ ուղղակի տոտալ բաց թողում է։ Հիմա այս խողովակները ընդամենը մի անգամ են մաքրել։ Ժամանակին ամեն տարի աշնանը մաքրվում էր ջրի սեզոնի ավարտից հետո, այստեղ տեսնում եք քառակուսի կտրել են մետաղը, հանել են ու հողը հենց կեղտը, որը հանել են, հենց տեղում են լցրել, որ առաջ քայլեք կտեսնեք այս։ Հիմա այստեղ արդեն բետոն գրեթե չի երևում, որը ժամանակին մաքուր էր եւ ավելորդ հոսացող ջուրը գնում այնտեղ գյուղերի հողերը չէր վնասում, հեռանում էր հեղեղատարներով։ Հիմա ուղղակի էս դեռ գարուն է այսպիսի խոտ է, ամռանը եւ հատկապես միջև աշուն կատարյալ այսպես կանաչապատ զոնա է դառնում այստեղ։ Ժամանակին եւ ջրային համակարգը նորմալ կառավարում էր մեր գյուղում կոնկրետ, այս վարելահողերը բոլորը մշակվում էին, մի քիչ որ առաջ գա կերևա, իսկ հիմա ընդհանրապես այստեղ մշակվող վարելահող չկա, այս խողովակներից էր ջրվում, այս ջրատարից էր ջրվում, հիմա ընդհանրապես մշակվող հողատարածք չկա, մոտ 20, գուցե մինչև 30 հեկտար հողակտոր է այստեղ։ Այ մենք խողովակը վնասված է եւ եթե հանկարծ ջրի մեծ ճնշում լինի, ամռանը լինում է սովորաբար, ինքը կարող է ընդհանրապես պայթել, բայց այստեղ սպասարկում չի եղել։ Ոչ գարնանա, ոչ աշնանա։ Այս անտառը տեսնում եք, այս Երևանի քաղաքապետարանը, որ խոստացել էր կանանչ զոնաները վերականգնել, այս ջրատարի տարածքում են խողովակների մոտ է վերականգնվելու, այս սա կարող է պայթել ու տեսնում եք գյուղը ներքևում է, եթե այստեղ այս խողովակը պայթեց, ուղղակի գյուղը ջրի մեջ կծածկվի։ Այն մասին, թե ինչպես չի կարելի կառավարել ջրային համակարգերը, Հայաստանը հայոց ջրով հարուստ պետություն է, բայց միևնույն ժամանակ մենք ամենաշատ կորուստները ունենք, հատկապես ոռոգման ջրի համակարգում, կարծեմ վերջին իմ տեսած տվյալներով մինչև 60% ջրի կորուստ ունենք, ու այդ կորուստը վատ կառավարման պատճառով է, ոչ թե այն պատճառով, որ ենթակառուցվածքներ չկան։ Ենթակառուցվածքները պետք է դիրություն արվի։ Այստեղ կարող եք տեսնել իրականում բետոնի որակը, որ ինչ լավ որակի գործ է արված։ Խոսքը 24 տարի առաջ արված բետոնի մասին է, որը ջրի մեջ է աշխատել։ Տեսեք, մի հատ ճաքած տեղ չկա, մի հատ վնասված տեղ չկա, անգամ այս ճեղքերը ձուտով փակված է, որ էլի ջուր չտան, այսինքն էլի եմ ասում, նորմալ սպասարկման դեպքում սա մի 100 տարի կծառայեր, եւ էլի կծառայեր։ Այստեղ, արդեն ասում եմ, տիրություն անեն, այստեղ ահագին Նիկոլը, որ ասում էր, բանը մոշ հավաքողները անգլերեն պիտի իմանան, այստեղ կարա գա առանց անգլերենի այս մոշերը հավաքի։ Մենք թողնենք այս մեր այգու մոտ, կարող է հանգիստ գալ առանց անգլերենի այս մոշերը հավաքել։ Այստեղ տեսեք, էլի ջուրը թողնում է, տիրություն չի արվում։ Այստեղ դժվար անցնեմ, այնտեղ էլի խողովակը պայթած վիճակ է ու ամեն պահի կարող է պայթել ինքս տարածքի այգիները վնասել։ A few moments later. Նկարահանումներից ընդամենը մի օր անց այսպիսի տեսարան։
Ինչի մասին խոսում ենք։